2012 թվականին Red Bull-ը կազմակերպեց աշխարհում աննախադեպ իրադարձություն։ Ավստրիացի պարաշուտիստ Ֆելիքս Բաումգարտները բարձրացվեց հելիումով լցված փուչիկով մթնոլորտի եզր, մոտ 39 կիլոմետր բարձրության վրա։ Այնտեղից նա ցատկեց դեպի երկիր, դառնալով առաջին մարդը, ով ազատ անկման ժամանակ անցավ ձայնի արագությունը։ Ինչպես էր իրականացվել այս ամենը։ Բարձրանալը տևեց մոտ 2.5 ժամ։ Ցատկը ընդամենը 4 րոպե 19 վայրկյան։ Արագությունը հասավ մոտ 1357 կմ/ժ։ Ամբողջ աշխարհը դիտում էր ուղիղ եթերով YouTube-ում եւ հեռուստատեսությամբ։ Իսկ հիմա խոսենք արդյունքների մասին։ Միայն YouTube-ի ուղիղ եթերը դիտեց ավելի քան 8 միլիոն մարդ։ Այդ ժամանակների համար դա ռեկորդ էր։ Մեդիայում միլիոնավոր հոդվածներ եւ լուսաբանումներ։ Red Bull-ը ոչ միայն վաճառեց էներգետիկ խմիչք, այլ դիրքավորվեց որպես սահմանները հաղթահարող եւ կյանքը նոր մակարդակի հասցնող բրենդ։ Ինչու էր սա մարքեթինգային գլուխգործոց։ Բովանդակությունը դարձավ իրադարձություն։ Red Bull-ը ոչ թե գովազդեց, այլ կազմակերպեց այնպիսի բան, որի մասին խոսում էր ամբողջ աշխարհը։ Արժեքների համընկնում։ Բրենդի ուղերձը Red Bull gives you wings, Red Bull-ը թևեր է տալիս, ստացավ բառացի իմաստ, հսկայական ներդրումների վերադարձ։ Գնահատվում է, որ Red Bull-ը մարքեթինգի վրա ծախսեց մոտ $50 միլիոն, բայց ձեռք բերեց միլիարդավոր դոլարների մեդիա արժեք։ Եվ վերջում կուզեմ մեջ բերել պարաշուտիստ Ֆելիքս Բաումգարտների տպավորիչ արտահայտությունը ցատկից հետո։ Երբեմն պետք է շատ վերև բարձրանալ, հասկանալու համար քո փոքրությունը։